Երեք ինձ զանգահարեցին Լարսում մնացած մեր վարորդները եւ ասեցին, որ ելակով, կանաչիով, ձկով, թթով բեռնված բեռնատարները հետ են ուղարկել եւ ռուսական կողմը չի ընդունել եւ գիտեք օրինակ ձկով բեռնված բեռնատարը հետ ուղարկելու պատճառը ոնց ինչն է եղել ասել են ինչ պատճառով բոլոր թղթերը օքեյ է բոլոր թղթերը նորմա է ասել են բեռնատարի դռան վրա ժանկ կա կանաչի ուրեմն ելակ թութ ուրեմն փոխադրող բեռնատարները հետ են տվել 5 օր հետո հատուկ պահելուց հետո հասկանում եք այդ բեռնատարի դռան վրայի ժանգը ռուսական կողմը նոր տեսավ չէ այդ ժանգը որևէ կապ չունի կապ ունի Օվերչուկի հայտարարության հետ, որ արեց երեք, որ մայիսի 29-ին մենք միակողմանի առանց Հայաստանի մասնակցության քննարկելու ենք Հայաստանի հարցը, այսինքն ԵԱՏՄ-ում Հայաստանի լինել թե չլինելու հարցը, եւ ես չեմ բացառում, որ սենց բռնեն մեզ շպրտեն ԵԱՏՄ-ից դուրս, եւ դրա հետևանքները մենք քանի անգամ ենք բոլոր հնարավոր եթերներից ասել, թե ինչ է լինելու դրա հետևանքները, սկսած գազի գնի բարձրացումից, որ մենք հիմա սահմանին գնում ենք $177.5, գնելու ենք 600, վերջացած ահա այսպես, որ գյուղատնտեսական ապրանքները, այս ամբողջ, հեսա գալու է Ծիրանի հերթը, որ ֆերմերները տները գրավ դնելով, գյուղերով գրավադրված են, այդ ամբողջ արտադրանքը ստացել են, Ռուսաստանը տանելու է, սահմանին պահելու է, այս կանաչի տանող ասում էր 5 օր պահեցին, ամբողջ բերքս փչացել է, եւ հետ է ուղարկելու, ասելու է չէ, ձեր միրգը արտահանող բեռնատարի անիվի վրայի, չգիտեմ, գույնը իմ դուրը չի գալիս, եւ հասկանում եք ինչ է լինելու Հայաստանի տնտեսության հետ